Հիմա այս խախտումը անեմ նորմալ է, որ ես կարամ, ասենք, բռնենից տանեն քնչական, նորմալ է։ Քնչական գնացել ուրիշ կար։ Ուզում եմ ասեմ, եթե կարգ եմ խախտել հանցագործում եմ, նորմալ է, ինչ կապ ունի, ինչ չի կարա բան լինի։ Բայց ոչ մի կարգ չի խախտել։ Հետո թող պարզվի։ Լավ է փող ունեն, լավ էլ համբավ ունի, եկեղեցին սաղս էլ հավատում ենք եկեղեցուն, աջակցում ենք եկեղեցուն, հետևորդներն ենք, իրանք լավ էլ ուժ ունեն, ամենաուժեղ մոբիլիզացման հիմնարկը եկեղեցին է, երբ սենց անի աշխարհի հայերի կհավաքի։ Թող հավաքեն, փաստեր ներկայացնեն, ասեն Նիկոլ Փաշինյանը դավաճանեց եկեղեցին էլ, սաղիս էլ, ես իմ ինչեր արեց, ոնց հասկանում եմ իրար մեջ է, էլի։ Թե չէ ժողովուրդը ինչ ասի, ժողովուրդը իր համար նստած նայում է, էլի։ Դուք ակտիվ մասնակցում եք Նիկոլ Փաշինյանի հետ պատարակների։ Ավելի շատ ում եք հավատում Նիկոլ Բայց դուք ինչ գիտեք, ես ակտիվ Նիկոլ Փաշինյանի հետ տեսել եմ։ Որտեղ եք տեսել։ Պատարակի հա, տեսած կարող է լինել ինչ։ Այո, հովանավակում տեսել եմ։ Ավելի շատ հավատում եք Նիկոլ Փաշինյանին, թե եկեղեցին։ Ես հավատում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու են մատյաններին, որ մեզ փոխանցվել ու եկել է ստեղ։ Ես դրան եմ հավատում։ Մատյանը ով է բացում, ով է թերթում, ով է դրա վրա պահապան, ով է լույս դնում, որ չգողանան տանեն, այդ ուրիշ հարց է։ Մեր այդ ես հենց այդ ինչ ասեցի դրա կողմնակիցն եմ։ Իսկ նորմալ է ձեզ համար, որ պատարակների ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Դե զեղչվել բառը ի՞նչ է, զեղչվել ինչ է, ակցիա է, ինչ է, ինչն է զեղչվել։ Հիմա զեղչը ո՞րն է, ասենք, զեղչը, որ այսօր, չգիտեմ, եսին որ մոլում զեղչեր են ենթադրենք, ինչ, էդ ինչ, ես դրա բառը, ես բողոսը լոգիկան չեմ հասկանում, չեմ կարող պատասխանեմ այդ հարցին։ Ես ասում եմ, շրջանցում են անունը, հանում են։ Է շրջանցում են, էդի ուրեմն չգիտեմ, էլի թող եկեղեցին ասի, իրանց կարգերը ոնց է, չեմ կարող ասեմ։ Դե դուք ասում եք, որ մասնակցում եք պատարակների։ Իհարկե, պատարակներին միշտ եմ մասնակցել։ Կարևոր չէ, որ չի նաև։ Դե հիմա որ պատարակի մասնակցում էի, ասում էին վեհապար բանը, Գարեգին բան, նորմալ էր։ Հիմա չեն ասում, էլի բան չի փոխվում։ Եթե կարգը խախտվում, թող եկեղեցին իր ոնց որ ասում է տենց, էլի, ինչ, ես ինչ ասեմ, չեմ կարող բան ասեմ, էլի։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հավատում եք։ Հավանում։ Հավատում։ Չգիտեմ, չէ, ինչ հավատամ Նիկոլ Փաշինյանին, իր հետո կա բան չեմ կնքել, որ հավատամ կամ չհավատամ։ Ես սովորական քաղաքացի 5 տարի մարդը բան է խոս տվել, պետք է անի։ Ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը արդարությունը չվերականգնի, շարք է կանգնելու իրանց հետ։ Հիմա ումը որ ինքը անարդարության հարցով դատում է, ինքը շարք է կանգնելու։ Եթե ինքը արդարությունը չվերականգնեց այս երկրում, որը որ օդում կախված անարդարությունը, սկսած քնչական կոմիտեից, արդարադատության նախարարությունից պարապ նստած են, դահակը, որ պարապ գործերով զբաղված, ելում ասեմ, քաղաքապետարանը, որ փոշու մեջ սաղից սատկացնում է, ում ասեմ, ասեմ, ու Նիկոլ Փաշինյանի խոստումները վերջ թավիշին գնում ենք դեպի օրենքի հանրապետություն։ 5 տարի մնացել է 6-7 ամիս։ Եթե ինքը իր ասածը չի անում, ինքը շարք է կանգնելու, ժողովրդի դատաստանին արժանանալու է։ Մնացածը ոնց որ բան են, էլի։ Մնացածը ոնց որ ընթացքում իր խոստված 5 տարին թող անցնի, հասկանանք, բայց այս ժամանակ լիքը թերություններ կա։ Շատ բան ասե ու չի արել։ Ասում եմ, անարդարություն է, արդարադատության նախարարությունը բեզդելնիկությամբ է զբաղված, դահակ ծառայությունը անօրինական գործերով է զբաղված, քնչական կոմիտեն մարդկանց արդար դատական վճիռներ ունեցող մարդկանց ձգձգում է, տարիներով վճիռ չի կայացնում, դրելա տակը նստելա քննիչները, դատախազությանը ուղղակի Տիկին Վարդապետյանին ես հարգում եմ։ Ինձ թվում է ինքը պետք է ճիշտ էս քայլերին նայ։ Եթե պետության ինստիտուտները չեն աշխատում, Նիկոլ Փաշինյանը շարք է կանգնելու։